Բարի երեկո իմ և պարոն Սարգսյանի բոլոր հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք, արդեն գիտեք ոնց երբեմն իմ հետևորդները այն տեսակ են ձեզ արդեն ճանաչում, երևի ինձանից լավ արդեն պարոն Սարգսյան, որ ամեն անգամ, երբ որ մենք էֆիր ենք մտնում, էլ չեմ ուզում ձեզ ներկայացնեմ, որովհետև ինձանից անգիր արդեն ձեզ շատ լավ գիտեն, բայց ես այսօր եմ ուզում պաշտոնապես ներկայացնել այս հրաշք մարդուն, տեսնում եք, ժպտում է, ունի բարձր տրամադրություն, հիմա կասեմ ինչու, որովհետև 2 օր առաջ պաշտոնապես գրանցվեց Քոչարի կուսակցությունը։ Ժողովուրդ ջան, շատ երկար ժամանակ, գրեթե տարի 2 ամիս, չէ, պարոն Սարգսյան։ Տարի չկար, մարտի 3-ին տարի էր լինում։ Գրեթե, հա, արդեն մեկ տարի։ 3-ին չէ, 18-ին ոնց որ մենք, եթե տարի լիներ, նրանք ուզում էին ձգել տարուն, որպեսզի նոր համագումար լիներ։ Այո, հա։ Այնպես որ մենք հաղթեցինք եւ պաշտոնապես գրանցվեց Քոչարի կուսակցությունը։ Քոչարի կուսակցության արդեն դուխով, sense, բայց մեր դուխով էլի, պարոն Սարգսյան, ոչ թե դավաճան կոկոլի, կարող եմ ասել Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ կարգին տղա գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանը։ Ես շնորհակալ եմ բարև բոլորին եւ կասեմ, որ այդ կուսակցության գրանցման ամենամեծ դերը խաղացել է Արիանան։ Չէ, իրոք ես ասում եմ, շատ խոչընդոտներ կար եւ Արիանան հանդիսացել է այն մարդը, որ իրոք մեծ ազդեցություն է ունեցել այս կուսակցության գրանցմանը։ Փաստորեն, պարոն Սարգսյան, ոնց հասկանում եմ, եղանակ կարողանում եմ փոխեմ։ Շատ ուժեղ ես փոխում, Արիանա ջան։ Շնորհակալ եմ ձեզ, որ գնահատում եք իմ յուրաքանչյուր պարոն Սարգսյան եւ թե աջակցությունը եւ թե քայլերը։ Պարոն Սարգսյան, ուզում եմ ձեզ մի քանի հարցեր տալ, բայց նախապես նաեւ մեր հետևորդներին, ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, եթե ունեք շատ հետաքրքիր հարցեր, այստեղ պարոն Սարգսյանի հեռախոսը խլել եմ, ինձ մոտ է դրված, ես ուղիղ եթերը նայում եմ, կոմենտները կարդում եմ, դուք կարող եք ձեր հարցերը գրեք, ես չեմ ասում բոլոր հարցերին, որովհետև ես ունեմ իմ հարցերը պարոն Սարգսյանին ուղղելու եւ ստանալու պարոն Սարգսյանի պատասխանը, կարող եք դուք էլ հետաքրքիր հարցեր գրեք, ուղղված պարոն Սարգսյանին, ես այն կկարդամ եւ պարոն Սարգսյանը կպատասխանի ձեզ։ Սիրով։ Պարոն Սարգսյան, իմ առաջի հարցը հենց ձեր Քոչարի կուսակցության մասին է։ Քանի որ պաշտոնապես գրանցվեց Քոչարի կուսակցությունը, պարոն Սարգսյան, ձեր առաջին քայլը որն է լինելու, որովհետև բազմաթիվ իմ հետևորդներից ես ձեզ բոլոր նամակները ցույց եմ տվել, անգամ սկրինշոթեր ուղարկել եմ, որտեղ շատ են հարցնում Մարիաննա ջան, որտեղ է գտնվում գրասենյակը, ոնց կարող են գրանցվել, հանդիպումներ են պահանջում, քանի որ դեռ պաշտոնապես գրանցված չէր, դուք չեք կարողանում ոչ մի քայլ անել, որպեսզի ներկայիս դավաճան իշխանությունը նորից մի բան չսարքեր ձեր գլխին։ Այո, այդ վտանգը կար եւ փաստաբանները իրոք խորհուրդ էին տվել, որ չկատարենք այցեր, չբացենք գրասենյակներ, որպեսզի նոր մեղադրանք, այդ ինքնակոչ են ասում, թե ինչ են ասում, այդպիսի մեղադրանքներ մեր վրա չլինի։ Մենք հիմա ավելի ակտիվ ժողովրդի հետ շփվել, ժողովրդի ցավերը, դարդերը լսել, տարածել մեր ծրագրերը։ Այսօր մենք ունեցանք գրանցված ժամանակից հետո մեր առաջին այցը, Արթիկի շրջան էր, շատ հաջող այց էր, հանդիպեցինք որոշ ընկերների, անծանոթների հետ եւ շարունակվելու այդ գործունեությունը, գրասենյակի հասցեն կհրապարակենք այս քանի օրը։ Ակտիվ աշխատանք, Արիանա ջան, ակտիվ աշխատանք, ժողովրդի հետ շփում, ճշտի բացատրում, ստի բացահայտում,
քանի որ այս ազգին միայն ճշմարտությունն է փրկելու։ Պարոն Սարգսյան, ես մի քանի անգամ այդ հարցը ձեզ տվել եմ, ուզում եմ նաև հիմա էլ այդ հարցը տամ։ Դուք ժողովրդին չեք խաբելու, չէ՞, այն փուչիկներով գրասենյակ, որ բացում եք, ասենք որ ստիպեք, այն որ դուք գնաք ձեզ աղու հացով դիմավորեն, չի լինելու, չէ՞, այդ ձևական բաները։ Նախ ասեմ, որ ես ընդհանրապես չեմ ուզում, որ ժողովուրդը, ով որ մեզ սպասում է, ով որ մեզ դիմավորում է, ինչ-որ ծախսերի տակ ընկնի, փուչիկ կամ ես չգիտեմ ինչ, դա ավելորդություն է, ես նույնիսկ հերքում եմ կոստյում, այդ գալստուկը, որ կանգնած, երևի ինձնից շատ ունեցող չկա, երևի եմ ասում, կարող է կա, ուղղակի տարբեր երկրներից այնքան ունեմ, որ բերել եմ, ուղղակի արդեն այդ ձևը, հա, այդ կոստյում, փողկապը ու անունը ընդդիմություն, այս ազգը արդեն մերժել է, այս ազգը էլ չի ուզում տեսնի այդ նստած, կոստյումով, փողկապով ու բարերի կապակցություններ են ասում, որ ազգը չի էլ ընկալում, ուրիշ հարց ես տալիս, ուրիշ հարցից են խոսում, այն անեկդոտ կա է, որ ոչիլի մասին մեկը մի տոմս է սովորել, չգիտեմ, գիտեք այդ անեկդոտը։ Ես չէ։ Մի հատ ուսանող կա, ոչիլի մասին է մի տոմս է սովորել, գնում է տոմսը քաշում է, ոչիլն է անգնում, պատմում է ոչիլից, դասախոսը ասում է լավ, հարցեր ունեմ, կատվից խոսա, դա ասում է կատուն բրդոտ կենդանի է, կատվի վրա ոչիլներ են ըլնում, էլի ոչիլից է խոսում։ Ասում է լավ, ուրիշ, ասում է ձկից խոսա, ասում է ձուկը ջրային կենդանի է, բայց որ ցամաքի վրա լներ, ոչիլ կլներ վրան, էլի ոչիլից է խոսում, այս ընդդիմություն կոչվածները այտենց կոստյումով գալիս են, նստում են իրանց համար ու բարերին կապակցություններ են օգտագործում, ոնց որ ասենք այսօրվա իշխանության պաշտոններն է, հա, ասենց լսում ես 6 հարգանի պաշտոնա, որ ժողովուրդը չհասկանա այդ մարդու գործը, այդ մարդն է չհասկանա իր գործը, նույնն էլ ընդդիմությունը։ Գալի նստում են կոստյում փողկապով եւ սկսում են իրանց դնել մի խելոքի տեղ, Փրկիչի, ես կասեի, պարոն Սարգսյան, եւ ասում փրկիչի։ են բարեր, արտահայտություններ, որից հետո ժողովուրդը ասես իրա նայում, ասում է, այս մարդը էս ինչ էր ասում։ Չէ, փուչիկներով օֆիսներ չենք բացելու, ոչ էլ փուչիկ ենք դառնալու մյուսների պես, հա, աղ ու հաց չենք պահանջելու, մեզ ասել ենք առաջի օրից սրտերը թող տան, թող նույնիսկ ձայները չտան, ձայներով մենք երկիր չենք կառուցի, սրտերով կկառուցենք։ Բայց դու գիտեք արդեն, որ պարոն Սարգսյան, յութուբյան կանալներում, հա, երբ որ կան իմ եւ ձեր հարցազրույցները, այս մեր տեսակ, հա, հարցազրույցները, դուք որ նաեւ այլ լրատվականների այդ հարցազրույցներ եք ունենում, այնտեղ արդեն 100%-ով ես վստահ եմ, որ ընդդիմության ֆեյքերը, ասենց քսի տված ու նույն ֆեյքերը գալիս են, ու այնտեղ գրում են, բա հələ մի հատ այդ գեներալ լեյտենանտին հարցրեք, բա 35 տարի ուր էր, ինչի չկար, Քենյանա թալանել, որ եկել է, ես այդ մարդկանց ուզում եմ ասել, ձեր պապաները ձեզ սխալ ուղղություն են տալիս, ընդդիմադիրները, ինձ թվում է դուք համամիտ կլինեք իմ հետ, պարոն Սարգսյան, տվյալ մարդը ոչ մի խնդիր չի ունեցել, ապրել է օդ իդդո, բայց տեսնելով մեր երկրի անվտանգային եւ սպառնալիքը, որ կախված է յուրաքանչյուր հայի գլխին, ժամանել է Հայաստան։ Եթե թույլ տաք, ուրեմն իրոք, քանի որ գլխամասային գրասենյակը գտնվել է Դուբայում, շատ մարդիկ են այցելել, ունեցել ենք ակտիվ կապ դեսպանատան հետ, որոշ պաշտոնյաների նույնիսկ հանդիպել ենք, այսպես կոչված նախկինների, միշտ քննադատել ենք, բայց երբեք
վտանգ հայրենիք կորցնելու չի եղել։ Ժողովրդի կյանքը վատ ա եղել, քննադատել ենք, չենք համաձայնվել հետները, ասել ենք թողեք ժողովուրդը շնչի, բայց վտանգ որպես այդպեսին չի եղել եւ Արթուր եղբայրները Կենիայի արտաքին պարտքի 30%-ը վճարել են, որից հետո սկսվել է, ես կարամ ասեմ, մեր ամենամեծ հակամարտությունը, ոնց որ ժողովուրդը ասում է, աշխարհի վաշխառուների հետ, հա, որ մեզ կանչեցին, ասացին էլ չանեք։ Երիտասարդ էինք, տաքարյուն էինք, արեցինք, սկսեցին սկանդալները եւ նույնիսկ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերում, որ Արթուր եղբայրների մասին 700 էջից ավել հրապարակում արել, ասեմ, որ Հիլարի Կլինտոնից ընդամենը 50 էջ է։ Արթուր եղբայրներից Wikileaks-ը 700 էջից ավել է հրապարակել եւ այնտեղ ոչ մի բառ գոյություն չունի թալանի մասին։ Կան բազմաթիվ այլ զեկուցագրեր, բայց թալանի մասին ոչ մի բառ չկա եւ ոչ մի երկրում հետախուզման մեջ չեն գտնվում։ Այդ ճիշտ է, հա։ Տիպը Արտակ Սարգսյանը եղբայրները գտնվում են հետախուզման մեջ։ Ես ուզում եմ այդ ձեր պապաներին, որ փոխանցեք, եթե այս մարդիկ գտնվում են հետախուզման մեջ, իրենք վտանգավոր են, են, քննչականից հարցումները ուզեք։ Հարցում ուղարկեք եւ ուզեք։ Ես հրապարակել եմ հենց ԱԱԾ-ի եւ քննչականի փաստաթղթերը, որտեղ գրված է, որ Արթուր եղբայրները ոչ մի երկրում հետախուզման մեջ չեն գտնվում եւ չունեն այլ երկրյա անձնագրեր։ Նաեւ թույլ տվեք ես այլ ասեմ, թե չի սիրտս կկտրայքի, պարոն Սարգսյան։ Այդ մարդիկ որ կան, երբ որ Արթուր եղբայրները, Արտակ Սարգսյանը, Արթուր Սարգսյանը եղել են եւ թե Դուբայում, եւ թե Կենիայում, ուրեմն ինչքան պաշտոնյաներ որ կան, ինչքան կան, հարցերով դիմել են այս մարդկանց, դրսի իրենց բոլոր հարցերի խնդիրները լուծում են տվել, այնպես որ սրիկաներ աթոռի համար այս մարդկանց անվան հետ մի խաղացեք, գիտեք, ինչ ջղայնացնել չի կարելի, պարզապես չի կարելի։ Արիանա ջան, ես կասեմ, որ ես պատվաստում ունեմ այդպես մարդկանց դեմ, հա, ոնց որ դուք ընենց ես, ժողովրդի լեզվով ասած, ոնց է ժողովուրդը ասում, հակամուտիլովկի պատվաստում ունեմ ու չի ազդում իմ վրա, բացի դրանից է գիտեք ինչն է ողորմելի, որ կարողանում եմ տեսնել որտեղից է գրառումը կատարվում։ Այո։ Ու մի մասն էլ, ասենք, մեր մոտիկներն էին մի մասը, որ մի օր գնալու ենք, սենց դուրը թակենք, ասենք եղբայր, բայց չես ամանչում, դե հիմա արդեն մի քիչ զարգացել են, ֆեյքեր են պատվիրում, Դուբայից է գալիս, կամ ուրիշ երկրից է գալիս, իրանց թվում է, թե այդ գրողները անհասանելի են, այտենց չի լինում, բոլորն էլ մի օր Աստծո առաջ, մի մասն էլ օրենքի առաջ, մի մասն էլ իմ առաջ, ես ցուցակ ունեմ, պարոն Սարգսյան, ցուցակ ունեմ, պատժելու եմ դաժան ձևի, այսքան է, այնպես որ սիրելի ընդդիմություն, քանի որ ես գժվում եմ ձեր համար, երևի այսքանը ձեզ պարզ պետք է լինի եւ դաս լինի, եթե շարունակեք ձեր ֆեյքիկներին, ձեր լնգուլավազներին, կոմենտներ գրեն, բասեն, ես 35 տարի ուր էիք, 35 տարի դուք, այո, 35 տարի դուք թալանում եք, ես մարդը Աֆրիկայում, դարձել է գեներալ լեյտենանտ, ձեր հաշվին չի հարստացել, Արցախը չի հանձնել, ամենակարևորը, Հայաստանը չի թալանել, նավարոտ մարդը միլիոնները բերում է, որ ներդնի Հայաստան։ Արտագաղթին չեմ մասնակցել, ոչ ոքի ձեռքից ոչ մի բան չեմ խլել, ոչ ոքին իր տներից չեմ հանել։ Այո, ահա։ Всё, այսքանը թող դաս լինի, արդեն ջղայնացնում են, ես էլ ջղայնանալ սիրում եմ, պարոն Սարգսյան, գիտեք, վահ, իմ համար ճիշտը մի հատ է, խոսում եք ճիշտ ասեք, ջորս չեմ տանելու։ Պարոն Սարգսյան, տեսեք, այս օրերին, երբ մեր տարածաշրջանում լարված է եւ անվտանգային սպառնալիքներ կան նաեւ Հայաստանի համար, մեր երկրի ղեկավարը, այն մատ Նիկոլ Փաշօղլի ունենք, իրեն այլ ձև չի կարելի անվանել, անվրդով ու հանգիստ ներքաղաքական քարոզարշավներ անում,
ու գիտեք մեկ էլ իր հետով է Քարոզ Արշավանում, ուժեղ Հայաստան է, կարծես թե հարևան երկրներում ոչ մի բան չի կատարվում, սրանք երկուսը գոնկա են մտել, անօրինական, որ օրինական Քարոզ Արշավը, ժողովուրդ ջան, հրապարակել ենք պաշտոնապես, սկսվում է մայիսի 5-ից մինչև հունիսի 5-ը, բայց Նիկոլ Փաշօղլին, մեկ էլ են մեր ձևով կա է, որ ասում են սեքսի նախարարություն ենք բացելու, մեր կողքի կանայք պիտի լինեն բարոյական, իդեպ ծաղիկ, վաղը լայվ ունենք, բավարարված կանայք են իրանց կողքը լինելու, ես էլ ամենը բացահայտում եմ, ասես բամփում եմ գլխներին, ծաղիկ, վաղը մենք խոսելու ենք, հանդիպելու ենք, տեսեք, կասեք, մարդ, ուժեղ Հայաստանը, ներկայացումը գալիս են, հայրենիք փրկեն, բայց այնիչ ամեն վարկյան, այս պատերազմի ֆոնի վրա, շատ հանգիստ կարա Ադրբեջանը միանգամից խփի Սյունիքը տանի, մեր այս երկու ջաջերը, երկու Նիկոլները, ընկած դռնե դուր, մեզ ընտրեք, որպեսզի բիզնեսը ծաղկացնենք, դրանք 5 կետ ունեն, 5-ն է բիզնեսի մասին, տես Նիկոլի, Նիկոլ Փաշօղլու մասին, բացարձակապես ոչինչ չասել։ Ես մի բան ասեմ, ուրեմն անվտանգային այդ հարցը շատ վատ վիճակում է գտնվում, որ շատ երկար ստեղ չխոսամ, ես եւ մեր Լիբանանի այդ հայտնի գեներալ Նարեկը, հա, Լիբանանի կոմանդո ստեղծող Նարեկը, շաբաթ օրը ունենք ուղիղ եթեր Նոյան տապանում, մանրամասն այնտեղ խոսալու ենք, ես շատ հարգում եմ մեր գեներալ Նարեկին, նա նույնպես այն հայ ազգի որդին է, որ ստեղծել է Լիբանի, հա, հայրը Լիբանա, թե Լիբանանա։ Լիբանանի հատուկ ջոկատը, կոմանդոսը եւ այդ ջոկատը հայրին պաշտպանել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, դարձել է գեներալ արտասահմանում, իրոք արժանի հայ որդի, մենք մանրամասը կբացատրենք այդ դրությունը, հիմա գամ կուկուռուզ կամ պերաշկի ուտողներին եւ մյուսներին։ Հիմա տեսեք, եթե Արտակ Սարգսյանը Քոչարի կուսակցությունով սկսի Քարոզ Արշավ, մեզ համարելու են օրենքի խախտում եւ քրեական, հա։ Այո, քրեական գործ միանգամից կհարուցեն։ Արդար մրցակցության հարց կա, որ բոլոր ուժերը ընտրությունների ժամանակ պետքա ունենան արդար մրցակցության հնարավորություն։ Հիմա ինչ վերաբերում է երկրի վիճակին, ես երեք հրավիրված էի ժողովուրդ օրաթերթ եւ ասել եմ, նույնիսկ այսօր այդ հանդիպման ժամանակ մի քանի հոգի կատակում էին, ասում էին, պարոն Սարգսյան, կարող է ձեզ էլ վարչապետ Նոստրադամուս դնենք, ասում եմ, ինչի, ասում եմ, ինչ ասում եք, ոնց որ դուք սցենարը գրածել եք, կատարվում է։ Ես մեկ գիտեք կասկածել եմ, ասել եմ, կարող է այս մարդը ինչ որ կապեր ունի, մի 3 ամիս առաջ Նոստրադամուսի նման ժողովուրդ ջան, գծագիրը ասեց, որ ղռերի կատուն բաժանվելու է իր սիրելի ամուսնուց։ Բաժանվավ 2 ամիս անցավ։ Մարդը նստած էինք, ասեց բան։ Պատերազմը լինելու է, Իրանին խփելու են, այս կոմենկոմ եղավ։ Դուք նաև, չէ, այդ մեկը չասեմ, էլ ինձ ինչ եք ասել, ավելորդ եմ հիմա տեսեք, ես կասեմ, որ Իսակովի վրայով մեր ժողովուրդը պետքա քիչ ճամփորդի, Իսակովի պողոտայով ավելի ճիշտ կլներ, որ նույնիսկ մարդիկ շատ քիչ ճամփորդեն։ Դա նրա համար, որ կարող է հենց խփեն Ամերիկայի դեսպանատանը։ Այո, այսինքն այս կոնֆլիկտը ինչքան մեծանա, այնքան գլոբալ է դառնալու, Թուրքիային խփելու են, Թուրքիային խփելու է հենց Իսրայելը, Պարսկաստանին Ադրբեջանը արդեն այսօր սպառնալիք ուղեց, որ մենք հակահարված ենք հասցնելու, Հայաստանը չի կարող զերծ մնալ, Հայաստանը դա Շվեյցարիան չի, հիմա ստեղ
Պարսկաստանը ուժեղանալով տրիպը մոռանում ենք, տրիպը մոռանում ենք, էլի խաղաղությունը մոռանում ենք, եթե Ադրբեջան մնա, այսինքն այս իշխանությունների օրոք Ադրբեջանը մնալու է։ Լավագույն ժամանակներ է գալի մեր համար, իրոք լավագույն ժամանակներ Թուրքիան հարվածի տակ, Ադրբեջանը հարվածի տակ, Հայաստանը հնարավորություն կարա ունենա ծովից ծովին հասնելու, այսինքն սենց հնարավորություն երևի 1000-ամյակ հետո կունենանք, եթե այս արևմտյան եւ արևելյան հարևանները լինեն կոնֆլիկտի մեջ։ Այս իշխանություններից չեմ հավատում, որ կանեն, միգուցե ասում եմ, իրանք կոնֆլիկտի մեջ մի երկրի պատերազմ հայտարարեն եւ հանձնվեն։ Ոնց որ ես ասում եմ Ամերիկային պատերազմ հայտարարենք եւ հանձնվենք միանգամից, հա, մի րոպեից հանձնվենք։ Իրանք կարող է արևմտյան արևելյան երկրներին, հարևաններին հայտարարեն եւ հանձնվեն։ Մի խոսքով, իրոք ճիշտ ղեկավարությամբ ոսկե դար կարող է լինի Հայաստանի համար, եթե մեր արևմտյան եւ արևելյան հարևանները լինեն խնդրի մեջ։ Ճիշտ քաղաքականություն եւ ճիշտ ժամանակ։ Ճիշտ ժամանակը Աստված բերե հիմա կանգնացրել է։ Երեք ոնց որ ինչ էր Բաղրամյան 26 հրապարակել էր, որ ես տանելու եմ էսկալացիայի, ժողովուրդ ջան, ես ոչ Էփշտեյնի ֆայլի մեջ կամ, ոչ ես Էփշտեյնի ֆայլը ստեղծել եմ, ոչ ես այս էսկալացիան ստեղծել եմ, բայց ես տեսել եմ այս էսկալացիան, հա, ու ասել եմ, որ սենց է լինելու։ Հիմա այս էսկալացիայից պետք է օգտվել։ Խոշոր պետությունները իրենց հարցերը լուծելու են։ Մենք կամ ոտի տակ ենք լինելու, թույլ օղակները հեռանում են, մենք հայերս երևի նորագույն պատմության մեջ ներկա ենք եղել 18 թե 20 կայսրությունների ծաղկման եւ անկմանը։ Ու էլ ենք ներկա լինելու։ Հիմա մեզնից է կախված ինչ ուժեղ կլինենք եւ ինչ ընտրություն կանենք։ Կլինենք թույլ օղակ, որ կվերանանք էլի դարերով, թե իմիջիալոց Հրանտ Թոխածյանի թատրոնն էի գնացել, այցելել ենք, հրավիրել էր շատ ոսկե բառեր կար այդ թատրոնի մեջ, խորհուրդ եմ տալիս ժողովուրդ ջան, Առաքելը գնաք եւ նայեք։ Այո։ Այնտեղ մի արտահայտություն կար, որ ասում է, բա լավ, այս ազգա, դե ասում է ամեն 1000 տարին մեկ ստեղծում են երկիր, դեսպան են նշանակում, նախագահ են նշանակում, հետո թուլանում են ու այդ Առաքելի օգնականը, հա, Ռադիկը ասում է, ես կասեի ասֆալտ է, ասք չի, վրայով գնում գալիս են։ Հիմա այդ ասֆալտը մենք կմնանք, թե իրոք կդառնանք ասք, մեզնից է կախված ժողովուրդ ջան։ Կոնֆլիկտը անխուսափելի է, կոնֆլիկտի մեջ մտնելու ենք, մեր կողքով չի անցնելու այս կոնֆլիկտը։ Տեսեք, դուք շատ լավ բան եք առաջարկում։ Մինչդեռ նստած իմ եւ ձեր միսն են ծամում, իդեպ ձեզ շատ մեծ բարեախորժակ։ Տեսեք, դուք ասում եք, չէ, հասկացնում եք, որ պիտի փրկվենք, մենք պիտի փրկենք մեր հայրենիքը, բայց այս ընդդիմությունը մինչդեռ ուժեղ Հայաստան եւ Նիկոլ Փաշողլի սենց կուկուռուզ ուտելով, պերաշկի ծամելով, անօրինական, սենց բան գործները թողած, քարոզ արշավ են անում, երեք այսօր էլ մեր ընդդիմությունը, պարոն Սարգսյան, ազգային ժողովում նստած, սենց մատ են թափ տալիս, ինչի ես դու պերաշկի կուկուռուզ ուտում։ Հիմա տեսեք, Ումից ինչ եք, պարոն Սարգսյան, ակնկալում։ Հիմա տեսեք, քանի որ ես էլի եմ ասում, այնքան իրանք կանխատեսելի են, երբ որ ամուսնալուծությունը կազմակերպվեց, փուչիկը պետքա փչվեր, քանի որ արդեն այդ կիրակի օրերի փուչիկ փչելը եկեղեցի գնալը էլ չէր ազդում, նոր փուչիկի եւ վարչաբանդը ընդհանրապես չազդեց, հույս ունեն թե վարչաբենդը հույս ունեին, թե Կլինտոնի պես սաքսոֆոն նվագելով պետք է նախագահ հաղթեն,
ամուսնալուծությունը չաշխատեց։ Խանգարեց Հա, եկեք ասենք, որ այդ ամենը բեմադրություն էր, էլի։ Նիկոլ Աննազույգը կյանքում ամուսիններ չեն եղել։ Երկրորդ, չեն էլ բաժանվել, այդ ամենը շոու էր։ Ես չեմ կարող ասել ամուսին եղել են թե չէ, բայց Չէ, իրականում ամուսիններ ես չեն կասեմ իրեն։ ամուսնալուծությունը, հա, դա իրոք, ասենք, բեմադրություն էր, որպեսզի բացատրել եմ արդեն ինչ էր լինելու, նույնիսկ ինչպես նշեցիք, 3 ամիս առաջ եմ ասել, որ գալու է, ինչի համար է այդ քայլը Այ խնդրեմ, էլի մենք իմ եթերից մենք չենք ասել, էլի։ Խնդրեմ շատ Հիմա կարճ տեսեք, ասել։ երբ որ քաղաքական, գաղափարական կապը կորում է, ասենք ղեկավարի հանդեպ, հա, թմակիցներից կամ ժողովրդից, մարդիկ արդեն փորձում են բերել նոր կապ, ասենք խիղճ կամ հուզական կապ կամ հոգևոր կապ։ Դուք խոսեք, ես հիմա գալիս եմ, հա։ Հա, գալիս է հուզական կապը, որը որ փորձում են ներկայացնել որպես ավելի ուժեղ կապ եւ որոշ ժամանակ իրոք աշխատում է այդ կապը։ Հիմա այդ հուզական կապը չստեղծվեց, քանի որ ստեղ խանգարեց Պարսկաստանի պատերազմը։ Հիմա այդ մի փուչիկը չեղավ փչել, հա, մեդիան Էփշտեյնի ֆայլն է մոռացել, ու ես նշել եմ, որ այս ամբողջ պատերազմը հենց Էփշտեյնի ֆայլը Այո, դուրս գցել օրակարգից, քանի որ մենք տեսանք, որ ամբողջ աշխարհում մեզ թվում է մենք ընտրել ենք ղեկավարներ, բայց մի աղանդ ենք ընտրել, որ Բաբելոնն ենք ստեղծել, հա, մարդկանց զոհաբերություն, նույն Բաբելոնն, այսինքն ինչով է Բաբելոնը հայտնի եղել կամ Երուսաղեմը հայտնի եղել, երկու տեղում էլ մարդկանց զոհաբերություններ ա եղել։ Այսինքն աշխարհը տեսա, որ այն քաղաքական գործիչներին, որ ընտրել են, կապ չունի որ երկրում, Զախարովա, Պուտին, Մակրոն, Լավրով, Չինաստան, իբր թշնամիներ, բայց իրականում երեխաների զոհաբերություն, մարդակերություն, մի խոսքով, աշխարհը տեսա, որ ընտրել է մի սեկտա, հա, աղանդ, որը որ ոչ մի կրոնական, հոգևոր, բարոյական ստանդարտների մեջ չի մտնում եւ իհարկե կազմակերպվեց մի նոր օրակարգ, որը ամբողջովին դուրս կմղի։ Հիմա ինչ կլինի Նատանյահուին պետքա ձևացնեն, թե սպանել են, ինչպես ձևացրեցին, որ Ալի Խոմենիին են սպանել, որպեսզի ազգային արժանապատվությունները մնան։ Ես չեմ կարող ասեմ, երբ կլինի, հա։ Հիմա Տրամպը ասեց 4 շաբաթ, հետո փոխեց 4 ամիս, ինչքան շատ երկարեց, այնքան մենք մոտիկ ենք 3-րդ համաշխարհայինին։ Նամանավանդ, որ արդեն կա այն զենքը վաղուց, որ ավերվածությունը նույն միջուկային զենքի ավերվածության է, բայց այդ երկու ոնց է հայերեն, հա, պարաժայուշի ֆակտորը, հա, ռադիացիայի վարակումը եւ պրանիկայուշի ռադիացիան գոյություն չունի, այսինքն 5 ֆակտորներից այդ պարաժայուշի 3-ը կա, 2-ը չկա եւ միգուցե եւ նույնիսկ հասնենք դրան, այդպիսի հարվածների հասնենք, նայած թե այդ Էփշտեյնի օրակարգը ինչքանով կմոռացվի, ինչքան շուտ դուրս, բայց 3-4 ամիսը պետք է լինի, քանի որ ըստ հատուկ ծառայությունների սոցիոլոգիայի ուսումնասիրությունների մարդկանց հիշողությունը մոտավորապես 3 ամիս է։ այո։ Հիմա ինչի համար պերաշկին են ուզում առաջ բերեն, հա, քանի որ ամուսնալուծությունը արդեն հին օրակարգ է։ Չանցավ, իրենց բաղ չանցավ, ժողովուրդը ծիծաղեց իրենց վրա, որ ուր էր ամուսնություն, որ հիմա բաժանվում եք, այս ամենը բեմադրություն է։ Հիմա կպնենք պերաշկին։ Հա, պերաշկի եւ կուկուռուզ կրծենք։ Այդ նույն ընդդիմությունը պետքա պահանջեր, նույն վարչապետին, չէ, ասենք նա հաշվետու է ընդդիմության ազգային ժողովի առաջ, պետքա պահանջեին հարցնեին, քանի այդ անցակետ եք սահմանի մոտ, եթե հանգարց լինեն փախստականներ, քանի վրաններ է տեղադրված, արդեն
Ոչ թե սպասում ենք, այլ կա պատերազմական գործողություններ, կան զոհեր, կան փախստականներ։ Եթե խմբով եկան մեր վրա, կրակելու եք խաղաղ ժողովրդի վրա, այդ խաղաղ ժողովրդի մեջ լինելու են ուղարկված, այն Ալիևի ասած 500,000 տղամարդն է լինելու մեջը, քանի այդ ժողովրդի լեզվով ասած կարդոնա, հա, քանի անցակետը, քանի վրան է տեղադրած, պարենային անվտանգության հարցը լուծված է։ Տեսեք Ժողովուրդ ջան, Պարսկաստանի, ասում եմ շատ երկար այդ հարցով չխոսամ, խոսենք շաբաթ օրը գեներալ Նարեկի հետ, Պարսկաստանի ծրագրերը շատ պարզ են, ես տեսել եմ այդպիսի պատերազմներ, սկզբից զորքին, դեսպանատներին, էներգոհամակարգերին, հիմա կգա ջրի և էներգիայի համակարգերին, հետո խփելու է խաղաղ բնակչությանը, որպեսզի ասի, որ եթե մեր երեխաները մեռնում են, թող ձերն էլ մեռնեն, ինչքան հուզիչ էր այդ աղջիկների թաղումը։ 168 երեխեք, աղջիկ երեխեք։ Արդեն Քուվեյթում կա առաջին քաղաքացիական զոհը։ Ասել եք։ Այսինքն հրթիռի հարվածից Քուվեյթում եղավ առաջին քաղաքացիական զոհը և Իրանի պաշտպանության նախարարությունը կամ արտգործ նախարարությունը ոչ մի, ասենք, արտահայտություն չարեց, որ մենք զղջում ենք այդ զոհի համար, այսինքն հիմա նրանք մտնելու են 5-րդ փուլի մեջ, խփելու են խաղաղ բնակչությանը։ Եվ էլի եմ ասում, մենք այս կոնֆլիկտից դուրս չենք մնալու, Պերաշկին ուզում են հիմա սարքեն օրակարգ, բայց պետք է նրանք ստուգեն քանի հատ անօդաչու ունենք, ինչքան ժամանակվա պարենային անվտանգություն ունենք։ Բայց արդյոք ունենք, պարոն Սարգսյան։ Ես չեմ ուզում ասեմ, կան տվյալներ, չեմ ուզում ասեմ, քանի որ ձեր հաղորդումներն էլ թշնամի պետությունները նայում են, չնայած նրանք չի, որ նրանք էլ մեր գաղտնիքները չգիտեն, ես հրապարակել էի անգլերեն տեքստը, երբ որ Ամերիկայի հատուկ ծառայություն կենտրոնական հետախուզության ԿՀՎ վարչությանը հարցնում են Հայաստանի հետախուզության մասին, նրանք ասում են մենք Թուրքիայից ենք ինֆորմացիա իմանում, այսինքն բացահայտ կերպով ասում են, որ ամբողջ Հայաստանի կառավարությունը, իշխանությունը հավաքագրված է Թուրքիայի հատուկ ծառայություններով և նրանք ինֆորմացիա են իմանում Թուրքիայի հատուկ ծառայություններից։ Պարոն Սարգսյան, ինչ եք կարծում, այսօր այդ հայտարարությունը, երբ որ տարածվեց, անգամ տեսանյութեր տարածվեցին, չգիտեմ ինչքանով է իրականությանը համապատասխանում, թե ոչ, իբրև թե Իրանը հարվածել է Նախիջևանին, այնտեղից արդեն դուք անդրադարձաք, որ Ադրբեջանը պատասխանել է այդ ամենին, ինչ է կարծում, միթե սա միֆ է կամ իրականություն է, և այս պատերազմի ֆոնին ինչ է սպասվում մեզ, հայ ազգից, քանի որ և թե Նիկոլ, և թե կապիկ ընդդիմությունները, որոնք կոստյումները հագած դռնեդուր, սեքսուալ մուրացկանների նման ձայն են մուրում ժողովրդից, մեզ ընտրեք, որ գանք մնացածնել մենք քեր ենք տանենք ու բոլորը Նիկոլ են, Նիկոլի օրակարգի նման բոլորը ամեն մեկը իրանց անասուն օրակարգն են առաջ տանում, որպեսզի շեղեն, բայց գտնվելով մենք այս վատ շրջանում, մեկը չի ասում, անգամ այս երկրի դաունից սկսված, ինչքան մենք սնունդ ունենք, ինչքան բենզին կա, այո, այս կա, այն կա, որ իրականում ամեն վայրկյան կարա Ադրբեջանը հարձակվի Թուրքիայի հետ միասին Հայաստանի վրա։ Ինչ է ի վերջո մեզ սպասվում։ Տեսեք, ասեմ, որ նախ առաջինը ես հավատացյալ մարդ եմ, այս հայ ազգին, եթե ինչքանով ես հայոց պատմությունը գիտեմ, 150 արշավից ավել է եղել և մենք դեռ գոյություն ունենք, կան ազգեր, որ ընդհանրապես բնաջնջվել են, այս ազգին առաջինը Աստված է պահում, բացի Աստվածից մեր սփյուռքն է պահում, քանի որ դեռ այդ սփյուռքը ազդեցություն ունի և որոշ պետություններ չեն թողելու, որ մեր պետությունը լուծարվի, թե չէ վաղուց
այս իշխանությունները տանելու են լուծարման, որպեսզի փորձը ունեն Արցախը հանձնելը, պատասխանատվությունից զրկվելը եւ նրանց երազանքն է ուղղակի լուծարել, որպեսզի պատասխանատվությունից զրկվեն։ Ես չեմ ուզում ժողովրդին ասել, որ հույս չկա, որ այդքան վատ է, ոչ ժողովուրդ ջան, կոնֆլիկտը եթե սկսվի, հա, կամ երբ որ սկսվի, սրանք փախչելու են, մենք պետք է մեր երկրի տերը լինենք եւ չթողենք այն չոբանները, որ նոյեմբերի 9-ին հայտնվեցին, ձեզ դրեցին ոչխարի տեղ եւ արդեն հեղաշրջումը եղած էր այդ օրը։ Այո, ոչ մի ընդդիմություն չեկավ, ղեկը չվերցրեց իր ձեռքը։ Ձեզ ուղարկեցին տներով, մենք այդ ժամանակ պետքա, եթե երբ որ սրանք փախնեն, երկրի տերը լինենք, չթողենք այդ նույն դեմքերը, որ միշտ բեմերի, կամերաների դեմը կան, կանգնած չգան եւ չզավթեն այդ աթոռը եւ նույն պատմությունը, նույն դեժավյուն էլի մենք տեսնենք։ Այսինքն ժողովուրդը պետքա պատրաստ լինի, որ հանկարծ ռազմական դրության դեպքում, երբ որ այս իշխանությունները կփախնեն, ոնց որ Աֆղանստանում կեսնել ակերից կախված, հա, կեսնել թևերից կախված, մենք գանք եւ դառնանք մեր երկրի տերը։ Ես էլ եմ ասում, չեմ ուզում վատատես լինեմ, բայց ասում եմ, որ կոնֆլիկտը շատ մոտիկ է եւ դա մենք կարող ենք օգտագործել մեր օգտին։ Սենց հնարավորություն, ասում եմ, մեկ էլ կարող է 1000 տարի։ Բայց այս բանն ասე կարող է հենց հիմա Նիկոլի Ալֆան պարաշուտներով իշնի այստեղ։ Կասեն, հա, ես ինչ է ասում։ Թող իշնեն։ Ես ասում եմ, սենց հնարավորություն, որ Թուրքիային եւ Ադրբեջանին հարվածելու են, մենք կունենանք երևի էլի 1000 տարի հետո, ժողովուրդ ջան։ Էսի մեր, եթե նրանց հարվածեն, մենք պետք է այնքան խելամիտ լինենք, որ կարողանանք վերադարձնել, ազատագրել մեր հողերը։ Մահ թուրքերին, մահ ադրբեջանցիներին։ Այստեղ երևի թե արցախցի է, ես դիտավորյալ սա ստոպ եմ տվել, որպեսզի ձեզ ասեմ, ես տեսա այնքան հաճելի էր Արմենուհի Դանելյանն է կոմենտ գրել, վստահ եմ, կարծես թե արցախցի է, գրել է ես Արցախահայ եմ եւ պահանջատեր եմ։ Դա ամենակարևոր հատկությունն է, որ մենք չպետք է կորցնենք պահանջատիրությունը, հրեաները իրենց պահանջատիրությամբ, իրենց տորաթով, հա, որը որ հավատացիալական գիրք է, ոչ թե պատմական գիրք, դարան երկրի տեր, դարան հզոր պետություն, հա, նույն մեր Աստվածաշնչի հին կտակարանը, որը որ էլի եմ կրկնում, պատմական գիրք չի։ Դա հավատացիալական գիրք է, ամեն ինչ այդ գրքի մեջ կա, բացի պատմությունից, հա, ես այդպես եմ մեկնաբանում, մարդիկ կլինեն իմ հետ համաձայն չեն լինի եւ իրենց պահանջատիրությամբ նրանք այսօր երկրի տեր են եւ զավթում են ուրիշ երկրներ եւ աշխարհում հարցեր են լուծում։ Պատերազմներ են սկսում իրենց հետ սահման չունեցող պետությունների հետ եւ ստիպում են, որ աշխարհը իրենց աջակցի։ Պարոն Սարգսյան, այստեղ Վերգինե Վարդանյանն է հարցը ուղղել ձեզ, մեր Լիբանանի հայերի վիճակը շատ վատ է, ցեղասպանություն է տեղի ունենում, հարց պարոն Սարգսյանին, ինչու այս իշխանությունը չի զբաղվում մեր լիբանահայերի Հայաստան վերադառնալու մասով։ Ուրեմն միգուցե Սիրիա հայերին նկատի ուներ լիբանահայերի մոտ ցեղասպանություն։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ։ Ես գիտեմ, որ Լիբանանի վրա հարձակում է եղել եւ Լիբանանի իշխանությունը հիմա ուզում է Հիզբուլայից ազատվի, Հիզբուլայի մեջ ես ինֆորմացիա չունեմ, որ կան հայեր, այսինքն Լիբանանը փորձում է ազատվել Հիզբուլայից որպես ռազմական գիծ, բայց ուզում է, որ քաղաքական գիծ որպես մնա, կգնա դա քաղաքացիական պատերազմի, այո, կգնա քաղաքացիական պատերազմի, Լիբանանում Հիզբուլան շատ ուժեղ է, եւ Պարսկաստանն էլ այդ իր արբանյակին դեռ չի ուզում
մոռանալ եւ չֆինանսավորել։ Հիմա թե ես հիմա պատմեմ, թե Հիզբոլլահն ու Պարսկաստանը որտեղից են սնվում, դա երևի մոլորության մեջ կմտնի։ Ես կուզեի, որ տիկին Վերգինեն մի հատ աղբյուր ասի, որտեղից գիտի, որ հայերը ցեղասպանվում են, այդպիսի ինֆորմացիա չկա։ Ես գիտեի Սիրիայում հայերի եւ այլ ազգերի, որոնք որ հայկական ծագում ունեն, նրանց ջարդերը, նամանավանդ անցած տարի, բայց էլ եմ ասում, եթե կա այդպիսի աղբյուր, հավաստիկ խնդրեմ ուղարկի, իսկ այս իշխանությունները, ասենք, նրանք ընդհանրապես Սփյուռքի հետ կապերը խզում են եւ դա եղել է Էրդողանի հենց պատճառները, որ Սփյուռքը համարել է, բառացի ասել է Սփյուռքը դա թույն է, բայց չի ասել, որ հենց նրանք են ստեղծել այդ թույնը եւ չեն էլ ուզում գան նստեն եւ բանակցեն եւ ասեն այո, մենք ենք ստեղծել այդ թույնը, եկեք նստենք բանակցենք։ Նրանք այս վարչապետին հենց խրախուսանք են տվել, որ երկու հարց նա պետքա մոռանա Սփյուռքը եւ Եղեռնը։ Պարոն Սարգսյան, Աննան է ձեզ նորից հարց տվել, գրել է, պարոն Սարգսյան, մենք սովորական տարեց մարդիկ ենք, ինչ պետք է անենք, ոնց անենք, ոտնատակ չընկնենք, ոչ ռմբապաստարաններ ունենք, ոչ պահեստավորված մթերք, ոչ էլ կիրթենք նման հարցերում։ Եկեք հակիրճ պատասխաններ տանք մի քանի հարցեր էլ, հա, որ ես ավելացնեմ։ Ռմբապաստարաններ կա, կոմունիստների ժամանակվանից կա, նկուղները կա, ես չեմ կարծում, որ այդ աստիճանի էսկալացիա կլինի Հայաստանի հետ, որ խաղաղ բնակչությունը տուժվի, բայց ես կանխատեսում եմ, որ կոնֆլիկտ լինելու է ընտրված ինչ-որ հարվածներ Հայաստանի դեմ կլինի, հիմա տեսեք նույն Ադրբեջան եւ Պարսկաստան, Պարսկաստանը ասում է ես ձեզ չեմ հարվածել, դա պրովոկացիա, Իսրայելն է ձեզ խփում, մեր անօթաչուներից ունի եւ մեր անօթաչուներով ձեզ հարվածում է։ Կարա դա մեր հանդեպ լինի, իհարկե կարող է նույն հանգամանքը մեր հանդեպ լինի, բայց ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ Պարսկաստանի կողմից խաղաղ բնակչությանը, իսկ ինչ վերաբերում է ապաստարաններին, Ժողովուրդ ջան, ուրեմն ես մի քանի հաղորդում առաջ ասել եմ, որ արդեն ատոմային ռումբի համակարգը, որ ստորագրում են գերպետությունները ատոմային ռումբ չկիրառել, այնքան է հնացել, որ այսօր այս անօթաչուները ավելի մեծ վնաս են հասցնում, քան ատոմային ռումբը եւ ասել են, որ Հայաստանը պետք է կանչի ուժերին եւ դառնա հենց այն երկիրը, որը որ պետք է ստիպի ուժերին, որպեսզի անօթաչուների կիրառման նույնպիսի բանաձև ստորագրվի, ինչպես որ ատոմային ռումբի կիրառումը, քանի որ այս զենքը դարձնում է, որ ոչ ոքս ապահով չենք։ Մի խոսքով հետևեք, եթե Աստված չանի լինի, քայլեր կասենք, իսկ ապաստարաններ, ամեն շենքի տակ կա ապաստարաններ։ Բայց ես մի անգամ, պարոն Սարգսյան, օրինակ մեր շենքում ես չեմ տեսել որևիցե մեկ անգամ, համայնքներից գան, բացեն, ժողովրդին ցույց տան։ Քանի որ բոլորը ծախված է որպես չուլաններ եւ այդ ապաստարանները ամեն մեկը իր կներեք զրծ զիբիլը տարել լցրել է, համայնքապետարանը կոպեկ փող է գցում, որ նրանք Հիսուս մնան, մի հատ էլ կողպեկ են դրել վրեն, այդ տան զարդ զիբիլը, որ դարերով իրանց պետք չի լինելու, տարել են, լցրել են, կամ մի մասն է ծախվել է, խանութներ է դարել, օբյեկտներ է դարել, բայց իրականում դրանք նախատեսված են եղել ուրիշ նպատակներով։ Բայց ինձ չի թվում, որ 100 հոգի, 1000 հոգի, 10000 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 հոգի,
վատ իրավիճակներում այդ կողպեքները ինչ-որ մեկին խանգարելու է, ոչ ժողովուրդը կոտրելու է եւ Օրինակ ինչ է կարծում, չարժե ես համայնքա պետերի վզից բռնել եւ ստիպել, ես դա կարող եմ անել։ Իհարկե պետք է Պահանջել, որպեսի գան, ցույց տան Աստված մի արասցի, ասենք այսօր Ադրբեջանը խփում է Հայաստանին, ժողովուրդը ուր է մտնելու։ Ոչ թե պետքա ցույց տան, պետքա ամեն հարգի վրա փակցված լինի քարտեզը, Այո, ասի, որպեսի տագնապ չլինի, խոճապ չլինի, որ շենքը ուր է գնալու ամեն հարկի վրա այդ քարտեզը ցանկալի է կանաչ գույնով փակցված լինի երկաթից այդ ինչա է կոչվում ոչ թե թղթից այլ երկաթից այդ չիկանկայի տեսքով հա կամ երկաթի վրա տպած այդ քարտեզները պետքա ամեն հարկի վրա տպած լինի եւ դա ոչ թե միայն համայնքապետարանի գործն է, այլ այդ քաղաքապետարան։ Չէ, այդ գրաժդանսկի оборонան որն է մեր մոտ քաղաքացիական պաշտպանության գործն է այս երկրում։ Բայց արդյոք մեր երկրում քաղաքացիական պաշտպանությունը գործում է կա նման բան։ Դե եթե չի գործում, Եթե գործեր հաստատ այստեղ կտեսնեին։ Տեսեք, ձայնային ազդանշանները անպայման պետք է իմացնել։ Մեկ ու մեջ այդ դա սկսել են անել։ Ռեժիմները գցում են մեկ։ Խոճապ մարդիկ հիմա դուք մեր արաբկիրում անցած անգամ ասել էին լիազոր եկել էր ասել էր որ մարդը ուր պետքա գնա նույնիսկ կան շենքեր որտեղ փակցրել են այդ քարտեզները ուր պետքա գնան իհարկե դա այսօր առաջնային հարցերից մեկն է որ պետքա քաղաքացիական պաշտպանությունը փրկարարների հետ եւ քաղաքապետարանի հետ կատարի էլ չասած որ պարենային անվտանգություն տեսեք Դուբայի պես հարուստ երկիրը չէ կամ Քուվեյթի պես կամ այդ 6 երկրներ հա GCC-ի այսօր Հորմուզի նեղուցը փակվել է եւ նրանք ունեն պարենային անվտանգության հարց առաջի 2-3 օրը ջրի հարց կար սուպերմարկետներում հերթեր ծեծկրտոցներ մենք խոսում ենք այտենց հարուստ երկրների մասին իսկ մեր մոտ Պարսկաստանը փակվում է Վրաստանը եթե փակվում է մենք կանգնում ենք պարենային սուր խնդիրների առաջ Ես նայում եմ կոմենտները արդեն սկսում եմ ջղայնանալ ասեք խի ինձ մոռացել են սկսել են ձեր մասին գրել ժողովուրդ էլի չեք սիրում Այ քեզի բան Ის ինչա Չես ես չի լինի պարոն Սարգսյան ես խանդում եմ դուք գողանում եք իմ հավատարիմ հետևորդներին ժողովուրդ էլի չեք սիրում ոնց նայում են մեկը ինձ բան չի գրել Սա Արտակ Սարգսյան ես շատ շնորհակալ եմ պարոն Սարգսյան բայց չէ էսի արդար չի էլի ժողովուրդի թեմա կունենաք իմ հետ Այ քեզի բան այստեղ դաժե ես ուզում եմ կարդամ իմ շատ լավ բան է հետևը Կարեն Կտրակյանն է այստեղ շատ ու շատ կոմենտներ գրել որտեղ ուժեղ Հայաստան այնտեղ հարցակ Արմեն Մարտիրոսյանը խանդում եմ սա որ ինձ ընտիր կոմենտներ ա գրում այսօր ձեզ ա գրել ոնց որ թե հույս կա ազատագրելու եւ արժանապատիվ ապրելու ընտրելով Արտակին Արմեն ջան ճիշտ եք ես ձեզ ուզում եմ ասել որ Արտակ Սարգսյանը այն մարդն է ում որ ես ներկայացնում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ ամենան վստահությամբ ձևավորվում է երրորդ ուժը եւ հենց դրա համար է որ եւ թե նախկին եւ թե ներկա դավաճան իշխանությունները շամպես վախենում են Արտակ Սարգսյանից հələ մի հատ տեսնեմ ինձ սիրում են թե չէ Դու մեր թագուհին ես, ես ձեր ջանին մեռնեմ, բա գրեք, թե չէ սաղըտից մոռացել եք, չես ես չի լի, դուք իմ հետևորդներին, դուք իմ ձեռքից տանում եք, պարոն Սարգսյանի, ոնց չենք սիրում, իմ սիրելի Արիանա ջան, Լիլիթ Կուջոյանը սա գրում, Լիլ ջան, բարեկներ, ցավդ տանեմ,
Երևի թե այսօր այսքանը, դուք ավելացնելու ինչ որ բան ունեք, պարոն Սարգսյան, ինչ կուզեք ավելացնել։ Ես կասեմ, որ հիմա արդեն ուղերձ Տաշիրի բաժանաղին սպասեք ես ասեմ հետո դուք էլի, մեռնեմ ջանին, թողեք էլի, ժողովուրդ, հիմա լսեք, արդեն այս մեր մարդը, երրորդ ուժը, որ ձևավորվում է Հայաստանում, եկեք սպասենք, տեսնենք, Տաշիր Սամոյի բաժանաղը, Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանին դատելու է, թե չէ։ Հիմա արդեն խնդրում եմ հիմա արդեն դուք ասեք։ Նրանց վրա ավելի մեծ բեռ է ընկնում, քանի որ արդեն եթե գնան համաձայնության այս հանցագործության, որը որ իրոք հանցագործություն է, պատկերացրեք փաստաբանը ՆԳՆ նախարարին բողոք է ուղարկում գնդապետի անունով, ՆԳՆ նախարարը բողոքը ուղարկում այդ գնդապետին, ասում է մի հատ պատասխան, այդ գնդապետն է գրում է փաստաբան ջան, ես լավ մարդ եմ, այդքանով պրծնում է, հանցանք չեմ արել, բոլորը իրանց գործ, հիմա արդեն դիմացա դատարան, ստեղ անենց մի հատ հանցագործություն է կատարված, Արիանա ջան, ես անցած անգամ էլ ասեցի, տեսեք, դատավորը, եթե հանգարց սրանց հանցանքը փակի, մենք առաջինը դատալեքսից անցած անգամ է ասեցինք, հանում ենք, նմանատիպ դեպքերը ճպսնում ենք այդ դատավորի վրա, ասում ենք, որ նա անգրագետ է, կամակատար է, կամ ասում ենք եղբայր ջան, եթե ՆԳՆ նախարարը կամ քննիչը ճիշտ է, մենք պահանջում ենք պրովացիայի ծառայության աշխատողներին դատեք, քանի որ նրանք հանցանք են կատարել, իմ բրասլետը, էլեկտրոնային սարքերը հանել են իմ վրայից, այսքան անենց մի հատ փակ շղթա են սարքել, որ սրա տակից չեն կարողանալ դուրս գան, իսկ Տաշիրի Սամոյի բաժանաղն ու այն մյուս մեղադրյալ դատավորին չէր Արմեն Դանելյան, այո, նրանք հիմա պետք է որոշում կայացնեն, դրանք կուսակցության նախագահին արդեն պաշտոնապես դատելու են, դե թող Սամվել Կարապետյանի բաժանաղը իրաց ձևով ձեզ մի բան ասեն, այդտեղ դուրս կգա իմ ձևը, տեսնենք ով կփոշմանին, չէ, ես մի քիչ ժողովուրդ ջան, սիրտս ընկավ իմ տեղը, դե գնա, այստեղ գրել են, սիրելիս, անձամբ ես Արտակ Սարգսյանին ճանաչել եմ ձեր հարցազրույցի ժամանակ, ձեզ պաշտում եմ, հարգանքներս ձեզ, դե չի ժողովուրդի, չի լինում, ոսախ կարդում եմ Արտակ Սարգսյան, ես թե բան չեմ, հիշեք, ես սեփականատեր եմ, պիտի իմը լինի, ժողովուրդ, դուք իմն եք, իմը, անենց որ, Արտակ ջան, կներես էլի, вот, так что, շնորհակալ եմ Արիանա ջան, իրոք թե ձեզնից, թե ձեր հետևորդներից և ես իրոք շնորհակալ եմ Արիանային, սա այն աղջիկն է, որ երբ որ բոլոր լրատվամիջոցներին հրաման էր տրված չլուսաբանել, այս աղջիկը մեզ լուսաբանում էր և ինչպես ես գրել էի այն տեքստում, որ երբեք հավատը չի կորցրել մեր հանդեպ։ Դա նրանից է, պարոն Սարգսյան, որ ես ձեր մեջ լույս տեսա, վերջապես, մի մարդ, որ մինչև ձեզ ճանաչելը, ժողովուրդ, հիշում եք, ես միշտ իմ լայվերի ժամանակ ասել եմ, գիտեք ոնց մարդու մեջ հույսը միշտ վերջում է մահանում, որ ես միշտ ասում էի ժողովուրդ, գալու է մի ժամանակ, այդ տղեն գալու է, ու այդ տղեն հավատացեք, այստեղ իմ կողքը նստած է, ով միակ հույսը, միակ փրկությունը, դա կարա լինի ինքը, սա գովեստի խոսքեր չի, Արտակ Սարգսյանը ինձ փող չի տվել, Արտակ Սարգսյանը իմ սիրեկանը չի, ոնց որ արդեն շրջանառվում է այս կողմ են կողմ, ժողովուրդ ջան, գիտեք, ի սկզբանե ես ձեր հետ ինչքան անկեղծ եմ եղել, մարդ, ում վստահում եմ, մարդ, ավելի շուտ տղա, որ Քոչարյաններ չի ասում, Հայաստանում տղա չկա, պարոն Քոչարյան, այդ տղեն, այս կրիսլոյին նստած է, այդ տղեն եկել է Հայաստան, պարոն Քոչարյան,
ու այս տղենա երկիրը փրկելու ու այս տղենա բազմաթիվ անգամ որ դու կուրկուրի ձակ եղած վախենում եք այդ արտահայտությունը անեք այս տղենա որ բարձրաձայն ասում է Արցախը ազատագրելու եմ Նախիջևանով մնացած տեղերով Ադրբեջանն էլ մասնատելու եմ իմ շատ սիրելի արցախցիներ դու գիտեք 18 թվականից ես ձեր համար ինչ կռիվ եմ տվել հիշեք սա այն մարդն է ով վերադարձնելու է ձեզ ձեր տունը ձեր հողը ձեր թողած գերեզմանները ասեցի բայց սիրտս լցվեց ես հույս ու հավատս չեմ կորցնում պարոն Սարգսյանից չգիտեմ մենք հաղթելու ենք պարոն Սարգսյան եւ ամենաառաջինը այո եւ ամենաառաջինը արցախցիները վերադառնալու են իրենց հայրենի օջախը լավ եղեք ստեսյուն բոլորիդ անջատեմ